1 միլիարդ 700 միլիոն դրամ կողմի սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը։ Բյուջեից համաֆինանսավորումը այս անգամ 12 համայնքի 15 ծրագրի համար է։ Նիստում զեկուցվեց, այս տարի արդեն համաֆինանսավորված են 18 միլիարդ 76 միլիոն դրամի ծրագրեր։ Չզեկուցվող նախագծով գործադիրը գումար հատկացրեց ճանապարհաշինության համար։ Վարչապետը ներկայացրեց աշխատանքների ընթացքը, ընդգծելով նորակառույց դպրոց ունեցող Վաղատին գյուղի, ինչպես նաև Խոտ-Որոտան ճանապարհների կառուցումը։ 2020 թվականի իրադարձություններից հետո Որոտան գյուղը որոշակի լոգիստիկ խնդիրների առաջ էր կանգնել եւ հիմա ըստ էության այս հարցը լուծվում է։ Ավարտել ենք արդեն կահավորման աշխատանքների վերջի փուլին ենք հասել, ըստ էության այս հատկացումով եւ շինական աշխատանքների վերջնական աշխատանքներ կատարելով ավարտում ենք օբյեկտը եւ կներկայացնենք շահագործմանը։ Կկառուցվի Ուրցաձոր Մարտունի նոր ճանապարհ, որը կմիացնի Արարատի եւ Գեղարքունիքի մարզերը, կունենա տնտեսական զբոսաշրջային նշանակություն։ Վարչապետը կարևորեց նաեւ Լուսագյուղ-Խանքավան նոր ճանապարհի կառուցումը, որը նրա բնորոշմամբ կլինի խոշոր եւ նոր հայացք բերող ճանապարհներից։ Հանքավանը, որը զբոսաշրջային շատ մեծ պոտենցիալ ունի, նաեւ որոշակիորեն փակուղային վիճակում գտնվելու պատճառով այնտեղ ոնց որ թե ներդրումային հետաքրքրությունները շատ մեծ չեն եւ հիմա ստացվում է, որ այս ճանապարհը երբ որ կառուցենք, Հանքավանը ապարան համայնքի հետ կմիանա եւ միջանցիկ երթևեկություն էլ կունենա, ինչը միանշանակորեն շատ մեծ ներդրումային հոսք կապահովի նաև Հանքավանում։ Վերջին տարիներին հասել են ենթակառուցվածքների վիճակի էական փոփոխությունների, նշեց վարչապետը, ներկայացնելով նաև տնտեսական ակտիվության ցուցանիշներ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի տվյալով աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել։ 2025-ի հոկտեմբերին ունենք 810,074 աշխատատեղ, նախորդ ամսվա համեմատ մոտ 5000-ով ավելի։ 2018-ի հոկտեմբերի համեմատ աշխատատեղերն ավելացել են 223,895-ով։ Համախառն աշխատավարձի ֆոնդը 149 միլիարդ դրամով։ Միջին աշխատավարձը, որը կազմել է հոկտեմբերին 313,000, ավելացել է 135,000 դրամով։ Հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ ունեցել ենք 11% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, իսկ արդեն 2025 թվականի առաջին 10 ամիսները նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.1%։ 9 ամսվա արդյունքով տնտեսական աճը վարչապետի խոսքով 6% է։ Նիկոլ Փաշինյանը նկատեց, արդեն ոչ առաջին տարին տնտեսության աճը կանխատեսվածից տեսանելիորեն ավելի է։ Այս համատեքստում վարչապետը ընդգծեց մարդու ստեղծարար աշխատանքի, դրա արդյունավետությունը բարձրացնելու համար նաև կրթության կարևորությունը։ Վերջին ամիսներին ես տնտեսվարողներից նամակներ եմ ստանում այն մասին, որ հարկային մարմինները չափից ավելի խստապահանջ են եւ նաեւ քննչական մարմինները չափից ավելի խստապահանջ։ Մեր սկզբունքը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի որևէ տնտեսվարող, որը ունենա օբյեկտիվ հիմք ասելու, որ կառավարությունը ֆիսկալ պրոցեսների արդյունքում իրենից վերցրել է թեկուզ մի լումա ավել հարկ կամ տուրք եւ բայց մյուս կողմից կառավարության դիրքորոշումն էլ այն է, որ չպետք է լինի տնտեսվարող, որ վճարի օրենքով նախատեսվածից մի լումա պակաս հարկ եւ տուրք։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր եւ սկզբունքային եւ օրինական եւ արդար մոտեցում է։ Հարցը կքննարկվի նաև շաբաթ տնտեսական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատաժողովին։ Տնտեսվարողներից ստացած նամակներից մի քանիսը վարչապետը մակագրել է փոխվարչապետ Խաչատրյանին։ Աշխատաժողովին կամփոփվեն քննարկումների արդյունքները եւ կձևակերպվի հարցի վերաբերյալ կառավարության մոտեցումը։ Բոլոր դեպքերում մոտեցումը արդեն իսկ ձևակերպված է ոչ մի լումա ավել եւ ոչ մի լումա պակաս։ Հույս ունեմ, որ մեր տնտեսվարողները տեսնում են, որ պետական բյուջեի միջոցները ինչ ուղղություններով են ծախսվում, ինչ նպատակներով են ծախսվում։ Ֆինանսների նախարարի խոսքով կառավարության տնտեսական հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է ուղղված լինի հավելյա տնտեսական աճի հնարավորինս ներառական բաշխմանը, որ վերաբերի սոցիալական բոլոր շերտերին։ Բաշխման գործընթացում վարչապետը կարևոր է համարում ոչ միայն հնարավորությունը ստեղծելու, այլև դրանից օգտվելու ունակությունը։ Աշխատավարձերի աճը չի նշանակում, որ բոլորն են լավ ապրում, լավ են ապրում նրանք, ովքեր իրենց վրա աշխատում են, նկատեց վարչապետը։ Հայաստանում հարգելի գործընկերներ, մեծ գումարներ են պտտվում։ Երեք ես տեղեկանքն եմ ստացել Կենտրոնական բանկից, Կենտրոնական բանկը 1.5 միլիարդ, պարոն Գալստյան։ Այո, 1.5 միլիարդ դոլար։ 1.5 միլիարդ դոլար է գնել Հայաստանի Հանրապետության շուկայից։ 1.5 միլիարդ դոլար։ Մենք հասկանում ենք, ես ինչ նշանակում։ Այդ նշանակում է 1.5 միլիարդ դոլարը մտել է Հայաստան
հայտնվել է շուկայում եւ կենտրոնական բանկը տեսել է ավելցուկ եւ այդ 1.5 միլիարդը գնել է, այսինքն այս 1.5 միլիարդը դարել է դրամ եւ վերադարձել է շուկա։ Հայաստանում պլյուս 1.5 միլիարդ դոլար է պատտվում։ Պետքա մարդկանց մեջ զարգացնել կարողությունը այս 1.5 միլիարդ դոլարից իրենց բաժինը վերցնել։ Բազմաթիվ տնտեսվարողներ իրենց բաժինը վերցնում են իրենց կրթության շնորհիվ։ Հաստատվեց կենսաթոշակների եւ նպաստների անկախի առևտրի դեպքում հետվճարի չափը 12-ից 20% դարձնելու նախագիծը։ Կենսաթոշակառուներն իրենց կենսաթոշակն անկախիկ ծախսելով ամսական հետ կստանան մինչև 10,000 դրամ, նախկին 6,000-ի փոխարեն։ Ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Միայն 2025 թվականի հոկտեմբեր ամսվա տվյալներով հետևյալ պատկերն ունենք։ Ծրագրի շահառուների թիվը 366432 է եւ աճը նախորդ ամսը համեմատ 3.6%, այսինքն մենք տեսնում ենք տենդենց աճի։ Անկախի գործարքների հանրագումարը 14 միլիարդ 768 միլիոն դրամ եւ աճը 6.9%, մեկ շահառուի ստացած հետվճարի միջին չափը 4157 դրամ, աճը 2.8% եւ ստացված հետվճարի ծավալը 1 միլիարդ 523 միլիոն դրամ, աճը 6.5%։ Խոսքը հոկտեմբերի տվյալների մասին է։ Ըստ Թորոսյանի նոյեմբերի ցուցակներով կենսաթոշակ եւ նպաստ ստացողների թիվը 668111 է, որից 6126-ը գումարը ստանում են անկախիկ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է 314 միլիարդ 194 միլիոն դրամի անկախիկ գործարք։ Հետ է վերադարձվել 30 միլիարդ դրամ։ Ըստ էության մենք խոսում ենք կենսաթոշակի հերթական ավելացման մասին, բայց ինչպես նախկինում առիթ ունեցել եմ ասելու, մենք մեր որոշումների դիտանկյունները փոխում ենք, որովհետև մենք մեր որոշումները պետք է կայացնենք այնպես, որ նրանք լրացուցիչ եւ հարակից էֆեկտներ ունենան։ Այս մտածումները մեր մոտ սկսվել են դեռևս այն ժամանակ, երբ որ մենք 2019 թվականին բարձրացրեցինք 10%-ով ուսուցիչների աշխատավարձ։ Եվ մենք, երբ որ հետագայում ուզում ենք հասկանալ մեր կայացրած որոշման էֆեկտը, մենք տեսնում ենք, որ այդ կայացրած որոշումը ոչ մի էֆեկտ չունի բացարձակապես։ Ընդ որում, այնպես չի, որ ուսուցիչները, որոնց աշխատավարձը բարձրացել են, առանձնապես գոհ են, եւ ընդհակառակը ուսուցիչների շրջանում անարդարության զգացում կար, թե պրոֆեսիոնալ հմտությունները հաշվի չեն առնվում եւ այլն, դրա համար մենք ներդրեցինք կամավորատեստավորման ծրագիրը, որը այսօր կարող ենք ասել, որ հաջողված ծրագիր է միանշանակորեն։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով վիճակագրությունը ցույց է տալիս, որ կենսաթոշակառուների առաջնային կարիքը առողջապահական ծախսերը հոգալն է։ Հետվճարի ծրագրով նրանց վերադարձվում է գումար, որն ըստ վարչապետի էականորեն ավելի է այն 10-11,000 դրամից, որն իրենց պոտենցիալ ավելացող թոշակից վերցվում դրվում է իրենց առողջապահական համակարգում։ Մենք իրենց համար ենթակառուցվածք ենք ստեղծում բոլորովին նոր ծառայությունների ենթակառուցվածք, որը բոլորի համար, բայց թոշակառուների համար առանձնահատուկ կարևոր է այդ առողջապահության ապահովագրությունն է, որը մենք հաջորդ տարվանից այդ ծառայությունները կմատուցենք։ Քաղաքացին մասնակցում է իր թոշակի գեներացմանը, նաև ստվերի կրճատմանը, բայց այնուամենայնիվ մենք մի քիչ վարչարարության խստացման անհրաժեշտություն ունենք, հատկապես գյուղական համայնքներում, առևտրի կետերում, անկախիկ առևտրի մասով ես խնդրում եմ, որ մեր գործընկերները, հատկապես պետեկամուտների կոմիտեի այս մասով մի քիչ աշխատանք կատարեն, որտեղ բողոքները հիմնականում դրանից են։ Կառավարությունը քննարկեց պետական կառավարման մարմինների կատարողականի գնահատման եւ խրախուսման պիլոտային ծրագիրը, որը պետք է բարձրացնի կառավարության ռազմավարություններով սահմանված նպատակների ուղղությամբ պետական կառավարման համակարգի արդյունավետությունը, ծառայությունների որակը։ Առաջարկում է սահմանել, որ խրախուսանքի արժանացած յուրաքանչյուր ծառայողի վարձատրության ավելացումը մի մասով հանդիսանում է կրթական ծախսերի համար նախատեսված գումար, որպես որակավորումը բարձրացնելու եւ կարողություններն ավելացնելու լրացուցիչ հնարավորություն։ Վարչապետ Փաշինյանի խոսքով պետական համակարգն այսօր աշխատում է շատ ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, քան 2018-19 թվականներին, քանի որ մեծացել են աշխատանքի ծավալները։ Ուրախ եմ, որ մենք ունենք այդքան քաղաքական համարձակություն եւ այդքան քաղաքական վստահություն, որ մենք այս որոշումը կայացնում ենք եւ կարծում եմ եւ ուզում եմ ուղղ ասել, գիտեք, սեթեվեթելու ժամանակները անցում են եւ կարծում եմ, որ մեր պետական համակարգը արժանացել է դրան։ Ոչ մեկին լավություն չի անում։ Պարտադիր ըստ էության պայման ենք դնում, որ լրացուցիչ վարձատրության մի որոշակի հատված, որը ելի նոր որոշումներով կարգավորենք
10%-ը արդեն գրել ենք, 10%-ը պաշտոնյան պետական աշխատողը պարտավոր է ծախսել կրթական որևէ ծրագրի վրա։ Ընդ որում, այ անկանխիկ վճարումով մենք պետք է տեսնենք, որ դա կրթական որևէ ծրագրի վրա ծախսվել է։ Եթե ոչ, այդ դեպքում արդեն մալուսների համակարգ պետք է գործեն։ Վարչապետի որոշմամբ կստեղծվի աշխատանքային երկու խումբ Երևանում օդի աղտոտվածության եւ խցանումների խնդիրների համակարգային լուծման համար։ Պետք է լինի մեխանիզմներ հաշվետվողականության, միջգերատեսչական, բնականաբար Երևանի քաղաքապետարանն է պետք է ներգրավված լինի, այլ համայնքների ներկայացուցիչներ առաջարկ տվեք, թե ինչպիսին կլինի առավել արդյունավետ այդ կազմը, որպեսզի գուցե ունենա փոքր ավելի մոբիլ հատված, գուցե ունենա ավելի ընդլայնված հատված, որպեսզի հնարավոր լինի ներառականություն ապավել, իմիջիայլոց պետք է նախատեսել քաղաքացիական հասարակության եւ փորձագիտական հանրության ներկայացուցիչների ներառումը անպայման։ Հայաստանի սեփականության իրավունքն է վերականգնվել 13268 հեկտար հողատարածքի նկատմամբ։ Օրակարգում ներառված չզեկուցվող հարցով ուժը կորցրած ճանաչվեց կառավարության 2006-ի որոշումը։ Նոր որոշման հիմքում Պետշահերի պաշտպանության լիազորությամբ կատարված դատախազության ուսումնասիրությունն է։ Մայա Խաչատրյան, լուրեր։